Հուշատախտակը կհիշեցնի Կամոյի 48 շենքում է ապրել վաստակավոր բժիշկ Ռուբեն Խաչատրյանը։ Հոկտեմբերի 18-ը Գևորգիչի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 77 տարեկան։ Որպես կազմակերպիչ մենք շատ բան ունենք իրենից սովորելու, ինքը առողջապահության ամենալավագույն կազմակերպիչներից մեկն է։ Ուժեղ մարդ էր, իհարկե դժբախտությունների, որի միջով ինքը անցավ ու փորձեց իր ցավը ինքնուրույն տանել, ուրիշի վզին երբևիցե չի փաթաթվել։ Որևէ մեկը չհասկացավ արդյունքում, եթե չգիտենար իրեն, չճանաչեր, ոչ էլ կհասկանար, որ այդ մարդը կարող է այդ ճանապարհը անցել է։ Մենք հիշում ենք մարդու, որը այսօր մեծ գումար ունեցել քաղաքում։ Աստված տա, որ այսպես հիշենք մարդկանց բոլորին, որոնք անցել են կյանքի ճանապարհ, կյանքի երկրաշարժի այդ ընթացքով, որը բոլորս մեր մաշկի վրա զգացել ենք, մեր ընտանիքների, մեր բարեկամների, հարազատների, բայց նա չընկճվեց եւ շարունակեց իր աշխատանքային նույն ոճով, նույն, ասում է, համբերատարությամբ եւ նաեւ նույն տոկունությամբ։ Բժշկի կարիերայի սկիզբը դրվել է թիվ 1 մանկական հիվանդանոցում։ Աշխատել է որպես ռենտգեն լաբորանտ։ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետն ավարտելուց հետո Գյումրի է վերադառնում արդեն որպես բժիշկ-ստոմատոլոգ։ 3 տարի ղեկավարել է Սամարիտեր բուժմիավորումը։ Այնուհետ ղեկավարել է մարզի առողջապահական ոլորտը։ Մշտական աշխատանքի շնորհիվ մասնագիտական ձեռքբերումները հաջորդում էին միմյանց։ Ռուբեն Խաչատրյանն 90-ականներին ընտրվել է նաև ազգային ժողովի պատգամավոր։ Առաջին, որ ասում եմ Բժիշկ Խաչատրյան, հիշում եմ, որ մարդ, որը միայն ղեկավար կազմակերպիչ չէր, նաև աշխատում էր, որպեսզի այդ աշխատանքի ընթացքում նաև բոլորի ընտանեկան վիճակի, բոլորի հետ ընկերություն անել, բոլորի հետ մարդկային հարաբերություններ, երբեմն օրենքից դուրս, օրենքի չպահանջվող բաներ կար, որ մենք անում էինք հանուն իրա մարդկային հարաբերությունների ստեղծման։ Նա թևաթափ չեղավ նույնիսկ իրեն հասած ընտանեկան ծանր վշտից հետո, տրագեդիայից հետո։ Եվ երկրաշարժից անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ վրանային հիվանդանոցի կառուցմանը եւ ամեն մի երևակայությունից հեռու է նույնիսկ մտածել, որ կարելի է վրաններով եւ տոմիկներով ունենալ այդպիսի հիվանդանոց, կոգիկ, հավաք, գործունյա, որը շատ երկար ժամանակ բավարարեց Գյումրիում մնացած ազգաբնակության առողջապահական խնդիրները։ Ես հիշում եմ, երբ երկրաշարժից հետո վրանային հիվանդանոցային համալիրում եղբորս հետ նստած էինք, առողջապահության նախարարության կադրերի վարչության պետը եկավ եւ հայտնեց, որ Ռուբենը այդ օրերին պարգևատրվել է կառավարական պարգևով, իշխանական պարգևով։ Ռուբենը շատ հուզվեց, չափազանց հուզվեց, որտեվ հուզվելու պատճառը կար, ակնհայտ էր, այնուամենայնիվ կարողացավ ինքը իրեն հաղթահարել վերմարտկային, գերմարտկային առումով եւ նորից լծվել աշխատանքի։ Խաչատրյան ամուսիններն 88-ին կորցրեցին 2 դուստրերին։ Այս մասին բոլորը գիտեն, բայց շատ չեն խոսում։ Բժիշկն ուժեղ մարդ էր, ապրեց ու աշխատեց իր ողջ ներուժով։ Լավ էր, որ մենք միասին էինք, իրար կողքի էինք, մեկս մյուսից օգնում էինք, որպեսզի չխելագարվենք։ Մենք իրար փրկեցինք։ Իսկ հետո մենք աղջիկ ունեցանք երկրաշարժից հետո։ Այս աղջիկս մեզ փրկեց, ոտի կանգնեցեց, մենք ծուր քայլում էինք, ուղիղ չէինք կարող քայլել, բայց աղջիկը, որ սկսեց մեծանալ ունեցանք, մեր կռացած մեջքը բարձրացանք, ուղղվեցինք։ Հյուրասենյակի այս սեղանը բժշկի այրին խնամքով է պահում, Ռուբիկ Խաչատրյանի ուրախ օրերի վկան է։ Լավ ենք անցկացրել մեր ընկերներով, ընկերներ ունենք, 5 զույգ էինք։ Միակ երազանքն աղջկան երջանիկ տեսնելն էր։ Հասմիկի հարսանիքին բաժակ բարձրացնել չհասցրեց։ Երկրաշարժից հետո բացարձակ ոչ մի կատիլ ոգելից խմիցք չվերցրեց։ Ասում էր ես կխմեմ եւ այն ժամանակ, երբ աղջիկս կամուսնացել է, միայն այդ ժամանակ։ Վաստակավոր բժշկի հորդորը մեկն էր՝ ապրել ու մարդ մնալ։ Նազել Ելբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։